No, կարող եմ կիսվել, ես դուրս գալիս է իհարկե այդ ագրեսիվ քաղաքականությունը արդյունաբերության զարգացման բան։ Մի քանի նկատառում կարող եմ ասել, սա ոչ թե հակասում ասել, որ կա, բայց մի քիչ ավելի պրոբլեմը ուրիշ անդամտակատել է։ Առաջինը, աշխատատեղեր, արդյունաբերություն։ Ну, Պաշտոնական վիճակագրությունն ասում է, որ ունենք ընդամենը 90,000 գործազուրկ։ Այն իջել է մինչև 13%, 300,000 աշխատատեղ։ Ես կարծում եմ, որ 140,000-150,000-ից ավելի դեպքում կլինի աշխատատեղ, որ չէ կարող զբաղեցնել հետևակալ։ Բայց ստեղ մի ուրիշ բան եմ ասում, որ ասում էիք պետությունը 15% դրի բան Նարեկ ջան, ես երկիր տարեկան 5 միլիարդ տրանսֆեր կա գալիս։ Դա պետք է ստերիլիզացնել։ Դուք ասեք, փողը գալիս է, ծառայությունը ընդեղ անում, որից գալիս է։ Արդյունքում ստացվում է դոլարային բարձր գներ։ Դոլարային բարձր գների պատճառը ոչ մի չինացի ձեր պրոյեկտների չունի։ Բարի եղեք ստերիլիզացնել, ավելի փող է գալիս երկիր։ Ինչ է նշանակում ստերիլիզացնել։ Կենտրոնական բանկի նախագահան եկել է 2 միլիարդ առնել, 2 միլիարդ առնում է։ Դնում է ներդրումային ֆոնդի մեջ այդ փողը հետ է բերում տնտեսություն։ Եթե դուք սա չանեք, սա խոսք են կամրան։ Սա կոչվում է ստերիլիզացիա, այդ բանի ստերիլիզացիա կարևորագույն է, դրա համար այդ ստերիլիզացիայի զուգահեռ ցանկում է անպայման սուվերեն ներդրումային ֆոնդ ունենալու գաղափարը։ Ֆոնդ, ոչ թե բյուջետային միջոց։ Սա այդ մասով եւ այսինքն սա չեմ ասում դա ճիշտ է կամ սխալ, ես ասում եմ ճամփը երևի սա կլինի։ Կենտրոնական բանկը պետք է առնի ստերիլիզացնի այդ փողերը։ Շատ լավ, հիմա ներկայացնեմ գործազրկության հետ կապված տվյալները։ Հայաստանի վիճակագրությունը մեր գործազրկությունը շատ քիչ է ցույց տալի, որովհետև հաշվի առնում այսպիսի բան։ Գործազուրկ է Հայաստանում համարվում այն մարդը, ով ակտիվ փնտրում է աշխատանք։ Եկեք նայենք, թե ինչքան մարդ է Հայաստանում աշխատում։ Հայաստանում կա 800,000 գրանցված աշխատող։ 3 միլիոն բնակչության մեջ ունենք 800,000 գրանցված աշխատող, 800,000 մարդ է աշխատում։ 3 միլիոն բնակչության մեջ մենք ունենք 500,000 թոշակառու, մոտ 700,000 ուսանողական կամ դպրոցական տարիքի երեխա կամ երիտասարդ, իսկ մնացողը։ Այսինքն մենք ունենք 1.8 միլիոն մարդ ու աշխատում է 800,000 մարդ։ Վիճակագրական կոմիտեի տվյալները օրինակ ցույց է տվել պարոն Բագրատյան, որ Գեղարքունիքի մարզում 4% է գործազրկությունը, մոտավորապես Ավստրիայի չափ։ Ես միշտ ասում եմ, որ իրանք թվերական խեղաթյուրեն եւ այլն, բայց նայեք, սենսն է, Ղարաբաղից եկած գյուղի բնակչությունից հետո մենք ունենք 3 միլիոն բնակչություն։ Այդ 3 միլիոնից 502,000-ը թոշակառու։ 221,000 մարդ աշխատում է պետական բյուջետային սեկտորում։ 584,000 մարդ աշխատում է մասնավոր բիզնեսում։ Միակ թիվը, որ մենք չգիտենք, ոչ մի հաշվառում չկա, գյուղում ինչքան են աշխատում։ Գնահատական այսպիսին է մոտ 350,000։ Այս համաձայն եմ թվերի հետ, բայց այդ բանը երկրորդը 0% փոքր բիզնեսի համար։ Ես այս հարկային արտոնություններին զգուշորեն եմ վերաբերվում։ Անկեղծ ասած ես համաձայն չեմ։ Ավելի ես կարծում եմ, որ շրջանառության հարկը պետք է ընդլայնել։ Ինչ է խանգարում մարդիկ թողարկել տան։ Ես վախենում եմ, որ ձեր ասած կլինեն, ինչ որ անցյալ տարում եղավ Միացյալ Նահանգներում մի 30 տարի խելքի չէին գալիս։ Բոլոր խոշոր բիզնեսները գցել կոտրատվել։ Օրինակ առաջի Ռուզվելտի 1900 թվականի օրինակից հետո միայն բանը Standard Oil-ը, որ առաջին նավթամուղն էր կառուցել, դրա համար հաստացավ բանը Ռոքֆելլերները, նա իր բիզնեսը բաժանեց 350 մասի եւ մարսեց 1902, սա պետք է։ Այս դրա համար բայց ինչ նախագարում փոքր հան կարող են տալ եւ ընդդեմ շրջանառության մեջ ինչ նախագարում այդ դեպքում իհարկե կուզենան անցնել միջինի, որտեղ հնարավոր է որ նույնիսկ քիչ Երրորդը, դեղորայքը, շատ ճիշտ դիտարկում է։
Բայց դեղորայքի գրերի թանկ լինելը Վրաստանի համար Հայաստանում ունի 3 պատճառ, մեկը դուք ասեցիք, բայց կան ևս 2 պատճառներ։ Առաջինը Նարեկ ջան, մենք դեղեր գրանցում ենք։ Մենք գլյուկոֆաժ դեղը խենք գրանցում։ Մենք յանոն են դեղը, եթե հասկացաք, ես մի փոքր դիաբետի խնդիր ունեմ, հասկացաք, խի են գրանցում, գերմանացի ստեղծել է դեղը։ Քանի որ երկիրը փուչուրա, շուկան փուչուրա, ամեն մի գրանցում էլ արժենում $800-ից $1000։ Դա միայն 15-20%-ով մեռնանք ասելով, բացի են դեղերից, որ մենք ենք արտադրում, որ ոչ միտեղ գրանցված չի, այլ դուք եք գրանցում։ Ես կասկածում եմ, որ գործող վարչախումբը հենց ղեկավարի բանով ներգրավված է դեղերի բիզնեսի մեջ։ Մենք չենք ուզում այդ դեղերը գրանցել, ընկերներ։ Մենք չենք գրանցում ենթանենք լանդուց դեղամիջոցներով էլի կամ ասպիրինը։ Էդի Գերմանիայում մենք գրում ենք, որ այն դեղերը, որոնք գրանցված են Ռուսաստան, Գերմանիա եւ այլն։ Ախտանակ համարվում է գրանցված Հայաստան։ Միայն նախարարությունը հաստատում է եւ այդ հիմնարկը այդ դեղերի փորձակնության վերացնում ենք, լուծարում ենք ընդհանրապես պետք չի։ Միայն պետք է, որպեսզի առողջապահության նախարարությունը գրանցի տեղական արտադրության դեղը, որը այդ ինչ լավնավարնա, պետք է փորձարկումացի։ Շրջան, մի հատ դեղ գրանցել համար այսօր մենք Ժարդենս դեղը 10 տարի չեն գրանցում, այս է ցավտան, 15 տարի Եվրոպան օգտագործում է։ 10 տարի չեն գրանցում։ Երեք օրինակ Միկել Տարան հիվանդանոց Վարդան Ղուկասյանը եթե Ժարդենս խմել, այդ օրը չեն գրի։ Չնայած ամենակիչն են գնել, որ նա ընդհանրապես չձերբակալի։ Ես դեղերի մասով դա խնդրում եմ նկատի ունենալ, բայց 20% էժանը ճիշտ է, պետք է իշխանուց մտնում գերով ճիշտ է, դիտարկում, բայց մի մոռացեք կոոպերատիվները։ Նայ, ձեր ասածը կթեթևացնի գյուղացուն, բայց պրոբլեմը չի լուծում։ Ինչի՞։ Որովհետև գյուղում մի պրոբլեմ կա։ Մեր գյուղացին գործարաններին վաճառում է խաղող։ Նա պիտի գինին վաճառի, որովհետև եթե խաղողը վաճառում, ավելացած արժեքը եկավ գործարան։ Եթե գինին է վաճառում, ավելացած արժեքը մնաց գյուղում։ Մեր գյուղերի հարաբերական աղքատության հիմնական պատճառը քաղաքն է։ Կամ եթե ինքը պոմիդորը վաճառում, ավելացված արժեքը եկավ քաղաքը։ Եթե ինքը տոմատը վաճառում պոմիդորի սարքած, ավելացված արժեքը մնաց գյուղ։ Եթե ինքը օսլա է վաճառում, ավելացված արժեքը մնաց գյուղ։ Եթե կարտոֆիլ է վաճառում, ավելացված արժեքն եկավ քաղաք։ Նույնն ասենք բանի, պանիրի կաթի մասով։ Նա պետք է պանիրի հումքը վաճառի, պանիրի կատրամը, կաթը մենք եւ երկրորդը պետք է կարգավորել կաթի փոշու այդ ներմուծումները։ Բայց դիտարկումը ճիշտ է, ես ավելացնում իսկ գյուղում մեզ պետք է կոոպերացիա։ Ինչպես։ Այո, օրինակ գյուղն է, արտադրում է պամիդոր։ 200 տնտեսության համար ստեղծում են պամիդորի վերամշակման ցեխ։ Ցեխն արժի $9 միլիոն։ Ասում եք ամեն մեկը $5,000 դրեք, դրա վրա պետությունը կեսը կդնի։ Կդառնաք $10,000 սեփականատեր, եթե $5,000 եք դրում։ Դուք եք աշխատելու։ Սա բաժնետ իրական չի, սա պայատական է։ Եվ այդ կոոպերացիան կաշխատի։ Ես պատասխանը, պարոն Բաքարյան։ Սպասի վերջացնում։ Եվ 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։ Ես կարծում եմ, որ մատչելի բնակարան պետք է լինի նոր ամուսնացող զույգերի համար։ Որտեղ մեր վիճակը այսպես է, մենք ունենք 110 միլիոն քառակուսի մետր բնակ մակերես եւ ունենք 3 միլիոն բնակչություն։ Մենք ունենք 33 քառակուսի մետր մի մարդու վրա։ Մեր խնդրեմն ուրիշ է։ Հիմա ինչ անում պետությունը։ Պետությունը ասում է այստեղ գյուղից արի, թող է անասուն բան հողմով թող արի։ Արի դարձի բնակարանի վճարունակ եկամտային հարկեր։ Հիմա ես կարծում եմ, որ բնակարանի իրավունք պետք է ունենա միայն առաջ ամուսնանալուց, ամուսնական զույգը սահմանափականակով եւ այդ փողը հետագա 20 տարին պետությանը չվերադարձնի, չի կարող վաճառել այդ բնակարանը։ Եվ ես կարծում եմ, որ ընդհանրապես այս մասշտաբի բնակարանի շինարարություններ պետք չի, մենք գյուղերի 50,000 գյուղից կարծենք ունենք ներքին միգրացիա։ Այսինքն այս խնդրի մոտեցումը իմ ասածները չեն հակասել ձեր ասածների, բայց մի փոքր այդ պրոբլեմների նայել ուրիշ ասած եւ լուծման մեջ իր մեջ բան է։ Որը դեպքերում շնորհակալ եմ հրավերի համար, արտահայտել հնարավորության համար, առիթ կլինի խնդիր կլինի միշտ պատրաստ կիսվել իմ կարծիքով։
Շնորհակալ եմ արձագանքել մի քանի պնդումների ու կարծիքների, ձեր կարծիքը շատ կարևոր է, ձեր փորձը շատ կարևոր է մեզ համար եւ առաջի հարցը, առաջի մտահոգությունը, որ դուք ասեցիք, դա ստանդարտային օրինակը բերեցիք Տեդի Ռուզվելտի ժամանակ հայտնի հակամենաշնորհային ակտի հետ կապված ինիշելով պետության մասնակցությամբ եղավ հակամենաշնորհային process-ը, որի արդյունքում պետությունը ստիպեց բաժանել ու այս պահին նավթային ոլորտը ամենամրցունակներից է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բայց մյուս հարցը, որը շատ կարևոր է շրջանառության հետ կապված, ավելի շատ պարոն Բաղդասարյան, մեր խնդիրը ոչ միայն հարկերից ազատումն է, այլ փոքր բիզնեսի եւ վարչարության շփման մինիմալացումն է, որ փոքր բիզնեսը վտանգի տակ, որևէ ճնշման տակ չլինի։ Նա ունենա օազիս, մինչև զարգանա, մինչև ունենա հնարավորություն դառնա միջին բիզնես, իսկ ինչն է նրան ստիպելու, շատերը կասեն այդ դեպքում, ինչ մոտիվացիա ունենալու փոքր բիզնեսը դառնա միջին բիզնես։ Նախ, վարկայնության առումով, փոքր բիզնեսը ավելի դժվար է վարկերի հետ աշխատելու, վարկ վերցնելու, քան միջին բիզնեսը եւ զարգանալու։ Երկրորդը, եթե ընկերության շրջանառությունը աճում է, որպես ձեռնարկատեր եւ տնտեսագետ եմ ասում, ոչ մի բան քեզ չի կանգնեցնում աճի ժամանակ միջի մեծ դառնալու։ Եթե շահույթը աճում է, դու աշում ես, արդյոք աճած շահույթը համապատասխան համեմատական է այն հարկերի հետ, որ դու վճարում ես, եւ որոշ ինչ որ կետից հետո այդ համեմատությունը դրական է լինում եւ դու անցնում ես միջին բիզնեսի վճարելու ուղղությամբ։ Դեղերի հետ կապված համաձայնվեցի, ճիշտ է, ռեգուլյացիան շատ կարևոր է, մեր քայլերից մեկը դա պետք է լինի։ Կետերում ինչ որ դա չենք նշել, որտեղ մենք հիմնական մեծ քայլերն են, բայց ռեգուլյացիան շատ կարևոր կետ է հեշտացնի նոր եւ էժան գեներիկի գրանցումը Հայաստանում։ Մթերման կայանների հետ կապված այս պահին մենք ունենք մոտավորապես 200,000 մարդ, ում համարում են գյուղատնտեսությամբ զբաղվող, բայց այդ մարդկանց վիճակը հաշվի առնելով մենք կարող ենք համարել նրանց զբաղվածությունը կիսատ, որովհետև նրանց ֆինանսական վիճակը բավարար չէ։ Այդ պարագայում մենք տեսնում ենք, որ մթերման կայանների կանխատեսելիությունը հիմնականում լուծելու է այդ մարդկանց կանխատեսելի եկամուտ ունենալու հարց։ Բնականների հետ կապված երիտասարդ ընտանիքներին ճիշտ է առաջնայինը լինելու է երիտասարդ ընտանիքների համար, քանի որ մեծ պահանջարկ է լինելու էժան բնակարանների, հետո կարող է ավելի մեծ տարիքի, բայց բազմազավակ ընտանիքների եւ այդպես շարունակ։ Մեր երկրի այս բանի Երևանի խնդիրների մեծամասնությունը նրանից է, որ Երևանում ենթակառուցվածքները պատրաստ չէին այս շինարարական վիճակին։ Մենք պետք է այս հարցը լուծենք, նոր կոյուղի համակարգ, նոր ջրի համակարգ, նոր էլեկտրականության համակարգ այս բնակարանների զոնայում, կանաչապատ տարածքներ, որպեսզի քաղաքը պատրաստ լինի զարգացման։ Շենք սարքելը դեռ քաղաքի զարգացում չէ, պետք է ընդհանուր էկոսիստեման զարգանա։ Շատ շնորհակալ եմ ձեր կարծիքի համար։